Քրիստոս հարիավ իմերելոց Հարուցյալ փրկին Տեր Հիսուս Քրիստոսի անունով գողջունեմ ձեզ բոլորդ, որ այս առավոտ կարողացաք Տերոջ դունը գալ միասնապար իր հարությունը դոնագադարելու։ Հոդնգայս պիտի երգենք 13-րդ շարականին Զադգի բաժինը։ Սուրբ Աստված, Սուրբ և զոր, Սուրբ և անմա, որ հարյարի մերելոց, ողորմյա մեզ, Սուրբն Աստված, Սուրբ և զոր, Սուրբ և որ հարյարի մերելոց, ողորմյա մեզ, Սուրբն Աստված, Սուրբ և զոր, Սուրբ և անմա, որ հարյարի մերելոց, ողորմյա մեզ։ Ամեն։ Մինչ ոտքի ենք, մեր փոխադարձ ընթերցումը պիտի լաթիվ 22 հոգիի անմահությունը։ Հիմա Քրիստոս մերելներեն հարություն արած է, ննչեցյալներուն առաջին բդուղը, որովհետև մարդով եղավ մահը, մարդովալ մերելոց հարությունը։ Վասնզի պետք է որ այս աբագանացու մարմինը աբագանություն հագնի, ու այս մահկանացուն անմահություն հագնի, այն ադեն պիտի կատարվի այն խոսքը, որ գրվեցավ, թե մահը հաղթության մեջ ընկղմեցավ։ Ես եմ հարությունը ու կյանքը, ամ որ ինձի կհավատա, թեև մեռնի պիտի ապրի։ Ու թեև մորթես ետքը, այս ալ փջանա, բայց իմ մարմինովս զասված պիտի տեսնեմ։ Ասոր վրա մի զարմանակ, վասնզի ժամանակ պիտի կա, երբ բոլոր քերեզմաններու մեջ եղողները անոր ցայնը պիտի լսեն ու դուրս պիտի կան, անոնք որ բարի գործեր են գենաց հարության համար, եւ անոնք որ չար գործեր են թադաբարդության հարության համար։ Այս Հիսուսը Աստված հարուց, որում մենք ամենս ալ վգայ ենք։ Վասնզի ես գենթանի եմ, և դուք գենթանի պիտի ելլաք։ Դեր օրհներ խոսքին ընթերցումը գհրավիրեմ հովիվը, որ մեզ աղոթքով Տերոջ կահուն մոտեցնե։ Մեր բաշտերի երկնավոր հայրը, փառք կուտանք քեզի, քու մեծափառության դարձև գուքանք քո ունակ սիրտով, փառաբանության հոգիով, որովհետև դու մեզ սիրեցիր եւ միածին որդիդ աշխարհ ղրգեցիր, որպեսզի անոր միջոցով մենք կյանք ունենանք, հավիտենական կյանք, եւ նաեւ ավելի կյանք
հոս այս աշխարհի մեջ երբ գաբրինք քեզ մովուրախ լալու խաղաղություն ունենալու եւ մեր հույսը քու վրա տնելով ապրելով այս չար աշխարհի մեջ մենք իրաբեստեր երջանիկ ենք եւ ուրախ ենք փառք ունենք ով դեր որ այս բահը մեզ անգամ եւ շնորհեցիր այս օր մանավանդ հadouk օրվա մեջ այո դերունականոր է նաեւ գիշենք մեր փրկին հարությունը մերելներեն փառք ունենք Տեր Հիսուս որ հոժարեցար անցդ ունայնացնելու մարմին հագնելու որբեսի մեր փոխարենը խաչին վրա մեռնելով մեր մեղքերուն քինը վճարելով հարություն առնելով մեզալ հարուցանես մեր մեղքի մերած վիճակեն փառք ունենք անորամար գրնանք մենք երկնավոր բաներուն վրա խորհիլ մնայունին գարչիլ եւ մեր սիրտը քու վրա կետրոնանա որովհետեւ թունես մեր հույսը եւ միակ հույսը այո դեր մեր հույսը այս աշխարհի մեջ չէ անցողական բաներուն վրա որովհետեւ ամեն բան ժամանակավոր է բայց դեր քու վրա մենք գուսանք որ հավիդյան է այո դեր անոր քու գամքդ կգադարե հավիդյան գաբրի շնորհակալ ենք դեր շնորհակալ ենք որ այսօր փիրավորներ հավաքված քեզ գբաշտեն քու անունդ կմեծարեն որովհետև թուն հարուցյալ դերը լալով փիրավորներու գենթանացուցած ես իրենց մեղքի մերած վիճակեն փառք կուտանք դեր եւ գխնդրենք որ օրհնես այս պաշտամունքը եւ փանաս մեր մտքերը մեր սիրտերը որպեսի հասկանանք այն առաքելությունը որուն համար աշխարհ եկած է եւ շատեր այս օրերու մեջ ինչ խոսքդ կլսեն դարբեր եկեղեցիներու մեջ խոսքդ դեր օրտապերը լա քու հոգիդ կորձե մարդոց սրդերուն մեջ որպեսի անոնք արթնան զգաստանան եւ քիտակցությամբ քեզ հետ կալեն եւ ոչ դարի սովորություն օգնե դեր որ ավելի քեզ սիրենք ավելի քեզի նվիրվենք մինչ քու կալուստդ կմոդենա արթուն բայես մեզի եւ դեր ներգայությամբ մեզ առաջնորդես Հիսուսի անով գխնդրենք ամեն Ամեն Փառապանենք մեր Տերը երկելով 38-րդ երգը օրը երբ երկինք լեցված էր իր փառքով այսօր 4-րդ տունը զանց պիտի անենք օրը երբ երկինք լեցված էր իր փառքով օրը երբ սև մեղ դիրեր երկրի վրան աշխարհ եկավ դեր գույսը մծնելով քալեց մարդոց հետ օրինակ սեան կյանքով զիս սիրեց մահով զիս պերգեց թավելով գրեց մեղքեր սահավոր հարությամբ պերճագեց մեղավորն արդար օրմա պիտի կա ինչ բանզալիո օրմա հանեցին զայն կողքոթայի սար օրմը կամեցին զայն խաչին վրան անարկած մերժված դակնապներ ու դակթարն գրեց մեր մեղքերն ազատից սեան յանքով զիս սիրեց մահով զիս պերգեց թավելով գրեց մեղքեր սահավոր հարությամբ պերճագեց մեղավորն արդար օրմը պիտի կա ինչ բանզալիո
Օրմը քերեզման չգրծավ զայն բահել, Օրմը թարցավեր իր կդան վախճան, Ռեշտակներ արդուն քերեզման հսկեցին, Հույս հուսահատին հրգիչը սեան, Յանքով զիս սիրեց, մահով զիս պրգեց, Թավելով գրեց, մեղքեր սահավոր, Հարության պրճագեց, մեղավոր մարդար, Օրմը բիդիկա, ինչ բանզալիոր, Օրմը բիթնչե, փոնիրեն կալստյան, Օրմը երգինքիր, լույսով բիտ պայլի, Հիանալի օր երբ սիրելիք միանան, Իմ սե այս Իսուս հրգիչյանալի, Յանքով զիս սիրեց, մահով զիս պրգեց, Թավելով գրեց, մեղքեր սահավոր, Հարության պրճագեց, մեղավոր մարդար, Օրմը բիդիկա, ինչ բանզալիոր։ Փառք Տերոջ։ Մեր հաջորդ փառապանությունը բիդելա թիվ 388-ը Ալելույա Քրիստոս հարյավ սլացավ երկնից բարձրեր, որ մեդո բիդի խնդրեմ, որ երջախումբը արջև կա և մեզի բիդի երկե 651-րդ երկը։ Ալելույա Քրիստոս հարյավ սլացավ երկնից բարձրեր, Շեղտաներ մավան փշրեցնա, Ռեշտակ և մարդիկ երգեն, Քրիստոս հարյավ, Գաբրիչը մերնիր նորեն, Քրիստոս հարյավ, Գաբրիչը մերնիր նորեն, Ալելույա Քրիստոս հարյավ, Անեմեր կլուխ պարավոր, հոգին մեզ գվգայետ է, պարեխոս է երգնավոր, Քրիստոս հարյավ, Գաբրիչը մերնիր նորեն, Քրիստոս հարյավ, Գաբրիչը մերնիր նորեն, Ալելույա Քրիստոս հարյավ, և հանեց խայտոց մահման, Քրիստոս ինքը մեր հարություն, մեր էլոց կյանք բիդան, Քրիստոս հարյավ, Գաբրի բիտկայի պրիշխան, Քրիստոս հարյավ, Գաբրի բիտկայի պրիշխան։ Գհրավիրեմ երջախումբը, որ մեզի երկե 651-րդ երկը, գծարայեմ ես այսօր, փրչիմը որ հարյավ։
երկերը դեպի վերը, Եվ սրտանց տավանենք Հիսուսն է դերը, Ովհետև օժանեն ապատիլվի երկերը պակության, Տավանենք Հիսուսն է դերը, Տավանենք Հիսուսին, Ցնցացեք ով իր սուրբերը, Ցնցացեք դուք հավիդեն աբես, Տավանենք Հիսուսն է դերը, Տավանենք Հիսուսին, Ցնցացեք ով իր սուրբերը, Ցնցացեք դուք հավիդեն աբես, Չես հացնեն թե ով է դերը, Համաչակ տավանենք Հիսուսն է դերը, Որովհեն բաժանեն ապարքի և երկրպագության, Եթե չես հացնեն թե ով է դերը, Համաչակ տավանենք Հիսուսն է դերը, Որովհեն բաժանեն ապարքի և երկրպագության, Տավանենք Հիսուսն է դերը, Տավանենք Հիսուսին, Ցնցացեք ով իր սուրբերը, Ցնցացեք դուք հավիդեն աբես, Տավանենք Հիսուսն է դերը, Տավանենք Հիսուսին, Ցնցացեք ով իր սուրբերը, Ցնցացեք դուք հավիդեն աբես, Ցնցացեք դուք հավիդեն աբես, Ցնցացեք դուք հավիդեն աբես։ Շնորհակալ ենք Լևոն եղբայր։ Մեր հարուցյալ փրկին Տեր Հիսուսյանով գողջունեմ ձեզ դարձյալ եւ անոնք, որոնք մեզի գեհդեվին համացանցի միջոցով գաղութեն, որ Աստուծո օրհնությունը հանգչի ձեր բոլորին վրա եւ մեր կյանքի մնացյալ օրերը, ասենք տարիները, որքան որ Աստված կյանքը շնորհե, հարության զորությամբ ապրենք, որբեսի մեր դերը փառավորենք մեր կյանքերով, գործերով, խոսքերով։ Հատվածը պիտի կարդամ, որ գտնվի առաջին Կորինթացոց 15-րդ գլուխի մեջ, պիտի կարդամ 1-8 համարները։ Եղբայրներ, ցեզի կիմացնեմ այն ավետարանը, որ ես ցեզի քարոզեցի, որ նաև ընդունեցիք ու անոր վրա հաստատված եք, որով գփրկվիք ալ, եթե ամուր բռնեք այն խոսքը, որ ես ցեզի քարոզեցի, միայն թե բարապտեղ հավատացած չեք, միայն եթե բարապտեղ հավատացած չեք, վասնզի ամենեն առաջ ես ցեզի ավանդեցի զանիգա, որ ես ալ ընդունեցի, թե Քրիստոս մեր մեղքերուն համար մեռավ, քիրքերուն ըսածին համեմատ, եւ թե թաղվեցավ ու հարություն արավ երրորդ օրը քիրքերուն ըսածին համեմատ, եւ թե երևցավ Գեփասի ու ետքը 12-ին, ետքը 500 ավելի եղբայրներու մեկտեղ երևցավ, որոնց մեջ շատերը մինչև հիմա կան եւ ոմանք ալ ննչեցին։ Ու ետքը երևցավ Հակոբոսի, ետքը բոլոր առաքյալներուն, ամենեն ետքը որպես թե վիժածիմը ինձիալ երևցավ։ Աշխարհի վրա շատ գրողներ կան, այդ գրողները հիմնադիրներ ունին, օրը, դեղը, ծնան, հասակ նետեցին, խոսեցան, քրեցին, կործեցին, մեռան ու կացին։ Ինչ բաներով Հիսուս գդարբերի բոլոր մույս գրողներու առաջնորդներուն հետ եթե բախտadենք։ Ինչ բաներ կան, որ կհաստատեն Հիսուսի առաքելության աստվածային գնիքը ունենալուն։ Մեկ իր մասին եղած մարգարեությունները, անցյալին
չծնած։ Կարդացեք Եսայի 9-րդ գլուխ, Մատթեոս 2 եւ շատ համարներ կան, մարգարեություններ կան։ Երկու անոր ծնունդը դարբեր գնեն մույսերեն։ Գույսեմը ծնավ եւ հրեշտակներու փարապանությունը երկնային զորքերու մեծ բազմությունը հայտնվեցավ։ Քերբնական ասված քերբնական միջոցներով մարմնացավ։ 3 խոսքեր եւ ուսուցումներ կհաստատեն, որ Հիսուս դարբեր է մույսներեն։ Ով գրծած է ասել. ես եմ ճամփան ճշմարտությունը եւ կյանքը։ Ես եմ գենած հացը։ Ով ասած է գրծած է ասել. ես ու հայրը մեկ ենք։ Անգոր զիս տեսավ, հայրը տեսավ։ Ով գրծած է ասել այն խոսքերը զոր ցեզի խոսեցա կամ գխոսիմ հոգի եւ կյանք է։ Ով գրծած է ասել Աբրահամի ըլլալեն առաջ եմ ես։ Ոչ մեկը։ 4 կորձերը դարբեր գնե մույս գրոնքի առաջնորդներեն։ Մեղքեր գներեր, որթյագին կու մեղքերըտ ներված են ըսավ։ Աստուծո արջև գարդարացնե հավիդենական կյանք կուտա, որ գրոնքի հիմնադիրը իր հետևորդներուն հավիդենական կյանք գրծած է դալ, ոչ մեկը։ 5 առաքելությունը դարբեր գնե մույսերեն։ Ինչ էր Հիսուսի առաքելությունը։ Նմանություն ունի մնացյալներուն հետ, ոչ մեկ նմանություն, ոչ մոդեն, ոչ ալ հերույեն։ Ան գրոնքը հիմնելու չեկավ ուրիշ գրոնքներու հետ մրցակցելու համար։ Ան եկավ մարդը Աստուծո հետ հաշտեցնելու։ Գտնված է մեկը, որ այս գործը կատարե, գտնվի գրոնքի հիմնադիրը, որ այս թերը կատարե, ոչ թե Աստուծո մոդեցնե, այլ Աստուծո հետ հաշտեցնե։ Մենք Աստուծո մոդեցնելու թերը կկատարենք։ Հավատացյալը գխոսի Հիսուսի մասին, փրկիչի մասին, որբեսի մարդը Աստուծո մոդենա, բայց հաշտեցնելու թերը միայն Հիսուս գրնա կատարել։ Որովհետև այդպեսի անցմը չգտնվեցավ երբեք, որ մարդը Աստուծո հետ հաշտեցնե, եւ Հիսուս մարմին հագավ, մարմինով խաչապայտի վրա մահ ճաշակեց փոխարեն մեղավորին եւ հարություն արավ, որով Հիսուսի առաքելությունը բացարձակ հատուկ ըլլալով ոչ մեկ գրոնքի հիմնադիրի կարելի է նմանցնել։ Հիսուսի առաքելությունը ոչ թե միայն փարոյական բարիք մներ մարդկության, հաբա մարդուն անմա հոգին հավիդենական գորուստեն փրկելու երաշխիքն է։ Հիսուսի առաքելությունը մարդուն թիրքը բարձրացնելու եւ զայն երկնավորներուն մեջ նստեցնելու ծառայեց։ Հիսուսի առաքելությունը սակայն հարությամբ իր ավարտին չհասավ։ Անոր առաքելությունը մինչև այսօր կշարունակվի, որպես միակ միջնորդ փրկության Աստուծո եւ մարդու միջև, միակ ճամփան, միակ միջոցը։ Ան դակավին կշարունակվի ըլլալ ճամփան ճշմարտությունը եւ կյանքը։ Որ գրոնքի հիմնադիրը կարելի է նմանցնել Հիսուսի, փնդրե որքան որ գրնաս, բիտ չի գտնաս։ 6 Հիսուսի աննման ըլլալ հաստատող անոր մահն է։ Պատմության մեջ միակ անձը, որ իր մահվան կատարյալ իշխանություն ուներ, Հիսուսն էր։ Ան քաչ գիտեր, թե երբ եւ ինչպեսի մահով պիտի մեռներ։ Մուհամմեդը մեր հարկանքը իրեն թունավորվելով մերցուցին, թունավորելով։ Նույնպես Բուդդան վերջին ճամփորդության ընթացքին ուտելիք են աղիքները խանգարվեր, ասված գիտե ինչ գերեր է, երևի
չինացիներու նշանապան ինչ որ գշարժի գուդես եւ ոմակ կսեն աշուշ որ թյունավորվեցավ եւ իր վերջնական ազատության նիրվանա վիճակին ասավ նիրվանա վերջնական ազատություն կնշանակե այլևս իրեն համար նորեն ծնիլ չի գա հիմա այդ ծնիլը գրնանասունի մեջ մտնել եւ ծնիլ Քրիշնան նեդով սպաննվեցավ Օրմը Քրիշնան քնացած է եղեր, որ սորտը ժարը անունով, այսպես տեսեր է, եղնիկ գարձեր է, և նեդը հաներ է, և արցագեր է խեղջ մարդուն մերցուցեր է։ Հիսուսը որում նման ծնենք, ան կաչ կիդեր, որ դարին, ամիսը օրը և ժամը բիդի մերներ։ Հիսուսի մահվան նպատակը հաղթություն էր։ Մահով մահվան հաղթեց։ Բոլոր գրոններու առաջնորդները մահվան հացնվեցան։ Մահը զիրենք փռնեց եւ անթունթը փանդարգեց։ Սակայն Հիսուս մահվան հաղթեց իր հարությամբ։ Այս հաղթությունը նաեւ անոնց համար է, որոնք Քրիստոս Հիսուսի մեջ են եւ այս մեզի գտանի 7-րդ ճշմարտության հարությունը Հիսուսի աննման լալը գաստատ է։ Ոչ մեկը Հիսուսի նման հարություն արած է։ Եթե հարություն արներ, մահվան վրա հաղթող պիտի ալլար։ Սակայն բոլորն ալ մահվան հացնվեցան։ Մահվան հաղթող Քրիստոսի նմանը չգա։ Երբեք չգա։ Որոնց որ Հիսուս իր ծառայության ընթացքին հարուցանեց, դարձյալ մերան Ղազարոսը եւ անոր նմանները։ Գարտացված հատվածի մեջ Բողոս Արաքյալ Քրիստոսի հարության վկաները ներկայացնելը առաջ իր քարոզած ավետարանին գդարած կորձը կհիշեցնե, որ է փրկություն։ Ավետարանին բարի լուրին գորիզը Քրիստոսի մահը եւ հարությունն է։ Գսե ցեզի գիմացնեմ այն ավետարանը։ Որ ավետարանը Քրիստոս մեր մեղքերուն համար մերավ քիրքերուն ըսածին հայմատ եւ թե թաղվեցավ ու հարություն արավ երրորդ օրը քիրքերուն ըսածին համեմատ։ Հիմա Քրիստոսի հարությունը ինչ առնչություն ունի մեզի հետ։ Հարցը Քրիստոս հարյավ իմերելոց ըսել չէ միայն։ Հարցը Քրիստոս որ հարություն արած է, ինչ առնչություն ունի ինձ հետ։ Ես որ հիմա գաբրիմ այս մարմինի մեջ, զանազան թշվառություններով, ֆիզիկական դգարություններով եւ թերություններով մեջ, ես որ հիմա գաբրիմ այս չար աշխարհի մեջ եւ չար օրերու մեջ, դխուր անագնգալներու արչեւ, երբ ամեն բան մութ է եւ օրը պիտի մեռնիմ։ Քրիստոսի հարությունը ինչ նշանակություն ունի ինձի հետ։ Շատ մեծ նշանակություն ունի։ Շատ։ Առաջին դխուր սիրտեր ուրախության կփոխե։ Մարիամ Մագդաղենացին քերեզմանին քով գուլար։ Հիսուսը կփնդրեր։ Երբ դարձյալ փրկիչը տեսավ ու ջացավ անոր ցայնը, արցուկները չորցան։ Եթե գարտանք Հովաննու 20-րդ գլուխը, Հովաննու 20 11-18 պիտի գարտամ։ 11-18 Բայց Մարիամ քերեզմանին թուրը գայներ էր եւ գուլար։ Ու երբ գուլար թեպի քերեզմանը ծրեցավ նայելու եւ տեսավ երկու հրեշտակներ ջերմակ հանթերսներով, որ նստեր էին, ուր Հիսուսի մարմինը թրված էր, մեկը գլուխին գողմեն ու մյուսը ոտքին գողմեն։ Եվ անոնք իրեն ըսին, ով գին, ինչու գուլաս։ Ըսավ անոնց, անոր համար որ իմ դերս քերեզման են վերցուցին ու չեմ գիտեր ուր թրին զադիգա։ Զայս որ ըսավ, ետին դարձավ եւ տեսավ Հիսուսը որ գայներ էր։ Ու չեր գիտեր թե Հիսուս է։ Հիսուս անոր ըսավ, ով գին ինչու գուլաս, ով կփնդրես,
ինք գարձելով թե անիգա բարդեզբանն է, ըսավ անոր դեր, եթե տուն վերցուցիր զանիգա, ըսե ինձի ուր թրիր զայն, որբեսի ես զանիգա արնեմ։ Հիսուս ըսավ անոր Մարիամ, անալ դարձավ ու եբրայեցերեն անոր ըսավ Ռաբբունի, որ վարդապետ ըսել է։ Հիսուս ըսավ անոր ինձ մի թփչիր, վասնզի թեր հորքով ելած չեմ։ Հաբաքնա եղբայրներուս եւս է անոնց, ես գելեմ իմ հորսկով ու ծեր հորքով եւ իմ աստուծույցքով ու ծեր աստուծույնքով։ Ճշմարիտ հավատացյալին համար Քրիստոսի հարության ճշմարտությունը սիրտը գուրախացն է։ Որով թունալ երբ դխուր բարականերու մեջ գտնվիս, Գյանքի անագնգալներու արջև երբ գտնվիս, երբ արցունքներ թափես, հիշե որ Քրիստոս հարություն արած է, ան ողջ է, քու առաջնորդդ ողջ է։ Անշուշտ այս չի նշանակեր, որ անպայման գախարդական ցևով բարականերդ պիտի փոխվին, սակայն այդ վիճակին մեջ անոր քեզի հետ ըլլալը հիշելով ներքին լավ դրամատրություն պիտի ունենաս եւ արցունքներդ չորնան։ Պիտի ասես ինչու լամ, քանի որ փրկիչս ողջ է։ Մեր դժվարությունը այն է, որ մենք գմորնանք, թե մեր փրկիչը ողջ է։ Մեր աչքերով տեսածը գխրովեցնեն մեզ։ Անագնգալորեն ստեղծված բարակայի մեջ խուջաբի գմատնվինք, մինչևիս գուլանք ինչպես լացավ մակտաղենացին։ Աշակերտներն ալ դրտված էին, թուր բադուաններ կոծած հրյաները վախնալուն համար իրենց բադյանը կաշված էին, աշակերտներուն վախը և դրտմությունը, որը մատնված էին, հուսախապության վիճակ մը ստեղծեց իրենց մեջ։ 3.5 տարի առաջնորդի մը հետևած էին, որում միջոցով հրաշներ դեսած էին և մեծ հույսեր ունեին, հանգարց ամեն բան գփոխվի և մահվան սպառնալիքը իրենց համար իրականություն մգտարնա։ Մեր առաջնորդը մերժեցին, սպանեցին, հիմա գարկը մեզի է։ Մեզի մեջտեղ են պիտի վերցնեն։ Սակայն երբ հարուցյալ փրկիչը տեսան, ուրախացան։ Գրնակ երևակայել անոնց ուրախությունը։ Այո, Հիսուսի հարությունը դխուր սիրտեր ուրախության կփոխե եւ հուսահատած մարդոց հույս կներշնչե։ Երկրորդ, Քրիստոսի հարությունը ինչ նշանակություն ունի մեզի համար, հավատացյալին կյանքին իմաստ տվողը Քրիստոսի հարությունն է։ Երբ մեկը հարության հույսը չունի, չի հավատար, որ հարություն պիտի առնե, անոր կյանքը իսկության մեջ իմաստ չունի։ Ինչու գաբրի, փորը ուրեցնելու համար, թիզելու համար, օքեյ, թիզեցիր։ Դուներ, գալվաստեր, ինչ կուզե, շենքեր, թիզե, հետո։ Պողոս Արաքյան այս տասագարքի մարդոց հետևյալը գսե, մեր գարտացած գլուխին 17-20 համարները Պողոս ասպես գսե։ Եվ եթե Քրիստոս հարություն արած չէ, ծեր հավատքը բարապ է, ու դագավին ծեր մեղքերու մեջ եք, նույնպես Քրիստոսով ննչողներն ալ գործված են։ Եթե միայն այս կյանքին համար Քրիստոսի հուսացած ենք, մենք բոլոր մարդոցմեն ավելի խղճալի ենք։ Բայց հիմա Քրիստոս մերելներեն հարություն արած է ննչեցյալներուն առաջին բդուղը։ Եթե քու հույսդ, խելքդ, միտքդ միայն այս աշխարհի վրայիններն է, ուտենք, խմենք, ուրախլանք, թիզենք, ամենախղճալի մարդն ես քու բոլոր իջքերովդ։ Արաքյալը գսե։ Նպատակ։ Իսկ հարության հույսով ապրող մարդուն կյանքին նպատակը կյանքը նպատակին գծարայե։ Գիտե որ իր փրկիչը ողջ է
Եվ օրը թե մարդեմ պիտի տեսնե զայն։ Ուստի գաբրի աստվածպաշտությամբ եւ ուրիշներուն օգտակար դառնալով։ Ան որ Հիսուսի մահվան եւ հարության գահավադա, ինքալ հարություն պիտի առնե, ինչպես Հիսուս ըսավ։ Հովանու ավետարանին 5-րդ գլուխին 28-29 այսպես կսե։ Աստոր վրա մի զարմանակ, վասնզի ժամանակ պիտի կա, երբ բոլոր քերեզմաններու մեջ եղողները անոր ցայնը պիտի լսեն ու դուրս պիտի կան, անոնք որ բարի գործեր են գենաց հարության համար եւ անոնք որ չար գործեր են դադաբարության հարության համար։ Իսկ մեր գարտացված գլուխի մեջը 51-ին 58 համարներն ալ այսպես կսե։ Ահա ցեզի խորհուրդ մգուզուրուցեմ, ամենս պիտի չննչենք, բայց ամենս ալ պիտի փոխվենք։ Հանգարձակի աչքոցել բանալու մեջ վերջին փողին հնչվելու ադենը, որովհետև փողը պիտի հնչե ու մերենները հարություն պիտի առնեն առանց ապագանության եւ մենք ալ պիտի փոխվենք։ Գարտացված հատվածի մեջ Պողոս Արաքյալ հարության վկաներու ցանկը կներկայացնե։ Ինչպես որ նշմարեցիք։ Ալեքս եղբայրն ալ հիշեց արդու 500 անձերու հայտնվեցավ, 500 հոգիներու։ Եվ Գորունթոսի մեջ ոմանք հարության չէին հավատար։ Անոր համար այս վկաներու ցանկը կներկայացնե։ Ոչ թե միայն Գորունթոսի մեջ, այսօր մարդիկ չեն հավատար Քրիստոսի հարության։ Մեկը հարության չհավատալով ճշմարտությունը չփոխվի։ Ոչ էլ հարության հավատալով ճշմարտությունը կհաստատվի։ Մարդը հավատա չի հավատա, ճշմարտությունը կմնա ճշմարտություն։ Մինչև իսկ ոչ թե միայն այս վկաները, որ հոս Արաքյալը կներկայացնե, հարության, Քրիստոսի հարության ճշմարտությունը հաստատող, հապա նաև քրիստոնյաներեն դուրս գայսրեր, պատմաբաններու կողմէ վկայություններ կան։ Սակայն երբ մարդը չուզեր հավատալ, ինչ որալ խոսիս, ինչ ապացույցեր ալ բերես, պիտի չհավատա։ Այսօր այդ մեկտեղ գփափակիմ Արաքյալին հիշած այս վկաներեն զատ 3 վկաներ եւս հիշել։ Եվ այդ վկաները հեթանոս վկաներ են, որբեսի չսվի, որ մեր լսած վկայությունները Քրիստոսի հարության համար միայն աստվածաշունչեն գուքա։ Առաջին անհավատեմը սկսենք։ Հայտնի հրյա բարձրաստիճան զինվորական եւ պատմապան Յոսիֆոսը։ Այսօր ուրիշ բավական անոր անունը հիշեցինք։ Այս մարդը ուղղակի Քրիստոսի հարության եւ անոր գադարած գործերուն վրայով քրած է։ Նաեւ Երուսաղեմի եկեղեցի մասին քրած է։ Առաջին թարու հավատացյալները ինչպես Գաբրեին այդ ուղղությամբ քրած է։ Իր քրություններեն փոքր մասը հունարենե թարգմանած պիտի գարտամ։ Այս օրերս մեկը հայտնվեցավ, որ Հիսուս կսվի։ Շատ իմաստուն մարդ մներ, եթե գրնանք մարդ գոչեն, ասի Յոսիֆոս գխոսի։ Որովհետև շատ զարմանալի գործեր կատարեց, որ բարձ մարդ մը չգրնար կատարել։ Շատեր անոր վարդապետությունը սիրեցին։ Այս մարդը ժողովրդին առաջնորդներեն ու Պիղադոսի հրամանովը խաչվեցավ եւ լուրեր դարածվեցան, թե երրորդ օրը հարություն առավ։ Անոնք, որ զինք սիրեցին, թե հրյաներ, թե հույներ, շարունակ սիրեցին։ Շատ անգամներ դարբեր շրջաններու մեջ իր հետևորդներուն հայտնվեցավ, մինչև հիմա իրեն հետևող խումբը գմնա ու երթալով գշատնա։ Այս մարդը Յոսիֆոս, ինչպես անցյալ գիրակի հիշեցի,
70 թվականին Վեսպասիանոս գայսերին դղան Դիդոս զորավարը եկավ Երուսաղեմը բաշարեց։ Այս մարդը, որ հրյա պատմապան, այդ բաշարվածներուն մեջն էր և այդ ուղղությամբ ալ քրություններ գնե։ Հակոբոսի մահնալ, մահվան մասին ալ կրած է, դերոջի եղբայրը։ Եվ երբ 100,000-ավորներով մարդիկ մերան և 100,000-ներ քերի դարվեցան, Յոսիֆոս անոնց հետ քերի դարվեցավ Հռոմ և Հռոմի բանդի մեջ քրեց իր այս բոլոր քրությունները, որ կան։ Եկեղեցվո այդ Երուսաղեմի մեջ հավատացյալներ ինչպես Գաբրիելին այդ ուղղությամբ քրեց։ Մեր առաջին դեղեցությունները առաջին թարու հավատացյալներուն մասին կորցք արաքելոցեն ետքը Յոսիֆոսին դեղեցություններն են, անոր քրություններն են։ Երկրորդ վգան Գայոս Կորնիլիոս Թակիտոս Հռոմայացի պատմապան մներ։ Առաջին գրաբաշտ պատմապանն էր, որ քրիստոնյաներու մասին գխոսի։ Յոսիֆոսեն առաջ 60 թվականին Յոսիֆոս եթե 70 թվականին բաշարվեցավ, 75-ին 80 թվականին քրեց։ Այս մարդ ավելի առաջ։ Այս պատմապանը Ներոն գայսրին գադարած գործերու մասին քրած է։ Թակիտոս իր քրություններու մեջ հստակ կնե Քրիստոսի վրայով ըսելով Բիղադոսի օրով խաչվեցավ ու երրորդ օրը հարություն արավ, ինչպես կսեին իր հետևորդները։ Երրորդ վգան Փլինիոս հռոմայացի փիլիսոփա տասախոս բանաստեղծ, որ ետքը զինվորական եղավ 62 թվականին։ Այս մարդը իր մի ավելի բարձր Հռոմի կառավարական պաշտոնյաներուն փծախնդրությամբ կգրե քրիստոնյաներու եւ Քրիստոսի մասին ու զայն հարուցյալ Հիսուս կներկայացնե։ Իր քրություններու մեջ հաջող գիշե քրիստոնյա գոչվող աղանթիմը հիմնադիրը խոսքերով։ Այս վգաները եւ ասոց նման շատ կան, ավետարանեն դուրս է ասիկա։ Բայց ինչպես էսի մարդ եթե չուզեր հավատալ, ինչ ալ խոսիս, միջև արդյալ խոսիս, վգաներ ալպեր, եթե նույնիսկ մեկը հարություն առնե եւ քասե քեզի, ես մերա Թժող կտեսա, երգին կտեսա, ասպալնիցի սավ կեզի գակ պիտան, պիդերտաս պիդի վգայես, մարդը գլսե, գարձես չինարեն գխոսիս հետը, հեչ, պիդի չի հավադա, Գազարոս, մերավ հարություն արավ, հարություն չարավ, հավադացին, մերցնել ուզեցին, զարմանալի է մարդը, ասված թող միտքդ լուսավոր է, Քալով մեր անցնելով մեր դյութին, երորդ ճշմարտությունը, Քրիստոսի հարությունը ինչ առնչություն ունի ինձ հետ, մահը ալին վրաս իշխանություն չունի։ Այս է հարությունը, որ առնչություն ունի ինձ հետ։ Մահը անձնավորություն է, սատանային արփանյակները մեկը, թևը, որուն առաքյալը ասպարեզ գգարթա ասելով, ուր է ով մահ քու խայթոցը։ Հունարենը օ թանաթոս կսե, օ պարը անձնավորության գողվի, հայերենն ալունն է, ով մա, ուր է, ով մա։ Քրիստոսի առաջ մահը մերնող մարդոց հոգիները անթունթը գպանդարգեր։ Եվ երբ Քրիստոս եկավ, մերավ և հարություն արավ, իր հարությամբ արդարներու հոգիները ազատեց, կգարտանք Պետրոս առաքյալի մեջ, առաքյալի նամակին մեջ, քնած կսե հրճագեց իր հարությունը, և արդարներու հոգիները իրեն է թրախ տարավ։ Քրիստոսի հարությամբ մահը սարսափ ըլլալե թատրեցավ ու եղավ գամուրջը հավատացյալը անցնելու Աստուծո ներկայության մեջ։ Այսպես մահը շահ և օգուտ գսեպ է հավատացյալը ու ոչ թե սարսափ։ Գարտացեք Փիլիպեցիս 1:20-23։ Մահը
մեղավոր մարմինին գաշկանթումներեն ու ամեն տեսակի դգարությունեն հավիդենապես գադարյալ ազատության մեջ ըլլալ է հավատացյալին համար։ Մա ուրիշ բան չէ, եթե ոչ ծարամը հավատացյալի երկինքի թուրը բացող։ Մահվան հաղթող Քրիստոս իր հարությամբ զիս ազատեց մահվան իշխանութենեն։ Առանց վարանելու գրնակ վստահիր անոր խոստումներուն, անոր որսավ ես նորեն պիտի կամ։ Հիմա հարցումը քեզի գողվի, Քրիստոսի հարությունը ինչ նշանակություն ունի քեզի համար։ Իրավ իմաստ ունի, թե ոչ քիչ մգուրախանաս, սա լավ արիք մնասիգա, հարազատներով պիտի ավակվենք, ջաշ պիտի դենք և այլն, նոր է պարկ աստծո, որ լավ որ զադիկ մնալ գայղեր, դարի մեկ երկու անգամ իրարուքով գուքանք, այլապես երեսնին չեն դեստեր, մարդիկ իրարու, այնքան ըսպաղ են որ, այս է հարությունը քեզի համար, իրավ, այս հարության գահավադաս տուն, այսինքն գահավադաս, որ Հիսուս մերավ և հարություն արավ քեզի համար, որբեսի թունալ հարություն արնես, և գաբրիս այս հարության հույսով, մենք գրնանք վստահիր մեր դիրոջ բոլոր խոստումներուն, որտև անողջ է, ըսողը մերած մարդ մը չէ, ինչպես կսեմ, այսօր ադստեմ, մենք մերած մարդու ետևե չենք երթար, մեր փրկիչը ողջ է, գաբրի, թուն, որու ետև է գերտաս, ունիս այս վստահությունը, երանի թե ունենաս, գարենաս այոս է, այնպես որ այս հարության զորությունը թող ծեր բոլորին վրա հանգչի և առաջնորդ է ծեզ, Քրիստոս հարյավ իմ երելոց։ Քրիստոնեությունը, եթե այս հարության վստահությունը չունենար, բոլորովին դգար հավատքը պիտի ելլար, անհավատալի գրոնքը պիտի ելլար, սակայն այս հարության միջոցով է որ քրիստոնեության հավատքը ամուր կգենա։ Պիտի վերջացնենք երգելով 389-րդ երգը, որում վերջին դունը ոտքի և հովիվին աղոտքով պիտի փակենք։ Հարուցյալ է դերն այսօր։ Հարուցյալ է դերն այսօր, ալելույա, նա հաղթող է և հզոր, Երկերով մեր կացրալուր, ալելույա, արտքով ենք դեն երկնավոր, ալելույա, ինկերեց թակ վիշտուցավ, ալելույա, Sein Tarndaknam, Alleluia, merci ruin havedegam, Alleluia, vorser den Herrens hastig, Alleluia, Jesus is var
Արերա պերջ, ալելույա, ուկնագի մեր սրդից մեջ, ալելույա։ Շնորհակալ ենք ով Տեր քու սքանչելի գործերուդ համար փառք կտանք մանավանդ այն մեծ փրկագործության համար զոր կատարեցիր մարդուն փրկության համար քու կյանքդ տվիր մերար եւ հարություն արիր եւ գրնաս Տեր մեղքերու եւ հանցանքներու մեջ մերած մարդոցալ գենթանացնել կյանք տալ անոնց շնորհակալ ենք Տեր ամեն բանի համար ներկայությանդ եւ խոսքիդ համար ըլլա որով Տեր շատ մահոքիներ այսօրերուն միջ կլսեն գիշադագեն քու հարությունդ անոնց սիրտերը բացվին հասկանան քու արաքելությունդ եւ հարության զորությամբ անոնքալ գենթանանալով նոր ստեղծված մթարնան եւ ապրին այն կյանքը որուն համար թուն կանչեցիր կխնդրենք Տեր խոսքդ կնքես եւ այսօրվա մնացյալ ժամերու մեջ քալի քորերու մեջ մեզ յետլաս եւ Տեր մեզ բայես առաջնորդես քու կամքիդ մեջ փառքիդ համար կխնդրենք ամեն